Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, ճիշտ է հիմա այդքանն ընդհատակում չեմ, բայց ուզում եմ արագ մի բան ասել, գիտեք, որ ընտրապայքարը շարունակվում է իր դասական խաղի կանոններով, ինչպես որ բնորոշ է Նիկոլին կամ նիկոլական Հայաստանին, համբալը դու ես, կպարկասնեմ, կտանեմ, չգիտեմ, մատ քաղբանտարկյալներ, հետապնդումներ, վիրավորանքներ, հավյանքներ, կեղծ պոպուլիստական խոստումներ, այսինքն այն ինչ որ բնորոշ է Նիկոլ Փաշինյանի կառավարմանը, Նիկոլ Փաշինյանի մշակութային համակարգին, բայց այս ամենից զատ մի ուրիշ հետաքրքիր թեմա էլ կա։ Սկսել են անդադ խոսել Արցվաշենի մասին, անկլավների, Հայաստանի ինքնիշխան տարածքի վերականգնման մասին։ Գիտենք, որ Սյունիքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, իբրև թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, մենք ադրբեջանական տարածքներ ենք զբաղեցնում։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ քաղաքացիներից մեկը հարցրեց, ասեց, ո՞նց կարանք մենք հրաժարվենք Արցվաշենից, դա մեր ինքնիշխան տարածքն է։ Այս թեման այնքան ծիծաղելի է, այնքան զավեշտալի է։ Եթե իհարկե կծիծաղենք, եթե ամենից այդքան ողբերգական չլիներ, որտեղ Արցվաշենի թեման իսկապես շատ մեծ սարսափելի այլանդակ մանիպուլյացիա է, ու այդ մանիպուլյացիան այն կարգի է տարածվել, որ այսպես չես ուսանողների հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը ինձ ասում է, ո՞նց չեք ուզում Արցվաշենը վերադառնա։ Ես այս թեման դեռ շատ խիստ քննադատել եմ, բայց ասում եմ, այ Ազիզ ջան, ո՞նց չեմ ուզում։ Բնականաբար Արցվաշենը պատմական հայկական հող է, դա մեր ուտիքը, մեր գարվանը, պատմական հայկական տարածքներ են միշտ եղել հայաբնակ ու հայաթափված։ Արցվաշենը հիմա ինչ-ինչ պայմաններում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, հայաթափվել է եւ այլն, ուստեղ դա ներկայացնում է որպես տարածքային կորուստ ու բոլորը չգիտես ինչի մոռանում են, որ տվյալ ժամանակաշրջանում մեր ուշադրությունը ամբողջությամբ Արցախի վրա էր, Արցախում մղվող պատերազմի վրա էր եւ եթե մենք մի փոքրիկ հողակտորի ետևից չեն գնացել, բայց այդ նույն ընթացքում ազատագրվել է Շուշին, ազատագրվել են 7 շրջաններ, հաղթանակած պատերազմ ենք մղել եւ այդ հարցի ուղղությամբ չեն գնացել, բայց հիմա ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Ես իրան մի հատ ֆիլմի հետ եմ, մատ հայտնի ֆիլմ կա, Բալաբանովի Груз 200։ Այդ ֆիլմում մատ հայտնի կերպար կա, հարբեցող, կործանված, կյանքը քամուն տված, սամագոնի գերի դարձած մի հատ վիժվածք, որը ինչ-որ դրական հատկանիշներ ունի, բնականաբար երազում է Արևի քաղաքի մասին, որտեղ կլինեն համակեցության բարձր նորմեր, որտեղ կլինի արդարություն, սոցիալական արդարություն։ Արևի քաղաք, ինքը կործանված է, իր շրջակայքում ամբողջը աղբա, մութա, խավարա, գորշա, բայց ինքը երազում է լուսավոր Արևի քաղաքի մասին։ Հիմա այս հերոսին է շատ եմ նմանացնում Նիկոլ Փաշինյանի հետ։ Տապալեց բանակցային գործընթացը, պարտվեց բանակցություններում։ Դրա արդյունքում բերեց պատերազմ պարտվեց, կորցրեց մի շարք տարածքներ հանձնեց, Շուշին կորցրեց, հանձնեց Գորիս Կապան ճանապարհը, հետո Արցախը հայաթափվեց, դրանից առաջ Հայաստանի Հանրապետության իսկապես ինքնիշխան տարածքները օկուպացվեցին, Ադրբեջանը բարելավում է իր դիրքերը, նոր բարձունքները Հայաստանի տարածքների հաշվին զբաղեցնում։ Այս ամեն ինչը ես մարդը տվեք կործանել է, ավիրել է, եկեղեցու դեմ պատերազմը հրահարել, եկեղեցու դեմ տերորը սանձազերծել, հիմա խոսում է Արցվաշեն վերադարձնելու մասին, ինքնիշխան տարածք վերադարձնելու մասին, դիրքավորվելով որպես Նիկոլ Ազատարար, Նիկոլ Մակեդոնացի, չգիտեմ, Նիկոլ Կեսար, որը տարածքները հետ բերում, Հայաստանի ինքնիշխան տարածքը, հասկացանք, Արցվաշենը պատմականորեն մերն է, բայց Նիկոլը հետ է բերում մի տարածք, որը չունի ռազմավարական, մարտավարական արժեք, չունի ենթակառուցվածքներ, 4 կողմով շրջապատված է Ադրբեջանի հետ, մի խոսքով որևէ արժեք չունի։ Այդ հայտնի բարոյական հաղթանակի պատմությունն է, էլի։ Ու դրա փոխարեն ի՞նչ է տալու Նիկոլ Փաշինյանը, տալու է
միգուցե Քյարքին, հայտնի Տիգրանաշենը Տավուշի հետ անկլավներն է տալու, որոնք հորջորժվում են անկլավ, Ադրբեջանը Հայաստանի տարածքում անկլավ չունի, այսինքն հյուսիսում եւ հարավում մենք հանձնելու ենք մեր կարևոր ռազմավարական ճանապարհները, ինչա թե Նիկոլ Փաշինյանը ազատագրում է Արցախին, բայց ես գիտեմ այս ամեն ինչը ոնց է ավարտվելու։ Ոչ մի Արցախին էլ Հայաստանը չի ունենալու, բայց փոխարենը մենք նորից գնալու ենք միակողմանի զիջումների, ինչպես եղավ Կիրանցում։ Մենք նահանջելու ենք մեր դիրքերից, մեր զբաղեցրած տարածքներից, իսկ Ադրբեջանը չի նահանջելու։ Նույնը լինելու է այստեղ, հիմա մենք մեր ճանապարհները հարավում եւ հյուսիսում տալու ենք, ետ ենք քաշվելու տարածքներից, իսկ Ադրբեջանը ոչինչ չի անելու։ Ես սա եմ կանխատեսում, սա է լինելու։ Այնուամենայնիվ իրանք հիմա խոսում են դրա մասին ընտրապայքարում, իհարկե գեոզերով են խոսում, Մարատ Միրզյանը այդպես գեոզերով ուղղակի այդպես ձեռի հետ ասում է, որ Հայաստանում ադրբեջանական տարածքներ կան, ինչ են գեոզերով խոսում, որ հիմա շատ աղմուկ չհելնի եւ հետո արդեն ընտրություններից հետո ասեն ոնց, բա մենք ասել ենք, որ տարածքներ ենք հանձնելու։ Այսքաններ կհանդիպենք, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube կանալին 1-9-1 եւ հավանել տարածել ընդհատակի զրույցները եւ ոչ միայն լավ եղեք։